Վարակիչ հիվանդությունների նկատմամբ հակամարմինների վերահսկում առողջապահության նախարարության ծրագրով։ Մարտի 17-ից մայրաքաղաքում եւ մարզերում իրականացվում է շրջանհամաճարակաբանական անվճար հետազոտություն գնահատելու բնակչության շրջանում կարմրուկի, կարմրախտի, խոզուկի, քովիդի, վիրուսային հեպատիտների նկատմամբ հակամարմինների առկայությունը։ Հետազոտության արդյունքները թույլ են տալու հասկանալ, թե բնակչության որ խմբերը ունեն իմունիտետ նշված հիվանդությունների նկատմամբ եւ հետեւաբար թիրախավորելով այն խմբերին, ովքեր չունեն իմունիտետ, պայմանավորված թե նախկինում պատվաստվելով եւ թե հիվանդանալով այդ հիվանդություններով, պլանավորել թիրախային կանխարգելիչ աշխատանքներ։ Հետազոտվել կարող են բոլորը 1 տարեկանից սկսած եւ հակամարմինների մշտադիտարկման շնորհիվ պարզել, արդյոք պաշտպանված են այդ հիվանդություններից։ Իմուն կանխարգելվող հիվանդությունների դեպքում կտեսնենք, թե որ շերտերը եւ որքանով եւ ինչքան արդյունավետ են իմունիզացված այս հիվանդությունների դեմ եւ նաեւ հեպատիտների դեպքում կտեսնենք մոտավոր էլի գնահատական կունենանք դրանց տարածվածության մասով։ Նախատեսվում է, որ ծրագրով կհետազոտվի տարբեր տարիքային խմբի մոտ 7000 քաղաքացի։ Հաշվի առնելով մի շարք գործոններ, այսինքն հիվանդությունների տարածվածությունը բնակչության շրջանում, բնակչության կազմը, թվակազմը, հաշվարկվում է մի նվազագույն թիվ, որի արդյունքում, այսինքն մարդկանց ընտրանքի նվազագույն թիվ, որոնց ընդգրկվածության շնորհիվ հնարավոր է կազմել ներկայացուցչական պատկեր ամբողջ Հայաստանի Հանրապետության իրավիճակի վերաբերյալ։ Հետազոտությունը կամավոր է, 5200 քաղաքացի արդեն արյուն է հանձնել։ Որպեսզի լիարժեք նպատակին մեր հասնենք, մի փոքր երկարացրեցինք, նախնական 1 շաբաթ, եթե հարկ լինի նաև 2 շաբաթ, բայց կարծում եմ այս առաջիկա 1 շաբաթը կբավականացնի, որ ավարտենք։ Ամեն դեպքում բոլորին առիթից օգտվելով ուզում եմ հորդորեմ մեր ազգաբնակչությանը, որ անպայման մոտենան, հետազոտվեն, քանի որ սա հանրօգուտ գործ է, բոլորս դրանից ունենալու ենք մեր օգուտները։ Հետազոտություններն իրականացվում են Երևանի 14 եւ ամեն մարզի 4-ական պոլիկլինիկաներում։ Մասնագետները վստահ են, ծրագիրը թույլ կտա կանխարգելել մեր երկրում վարակիչ հիվանդությունների տարածումը։ Արամ Մարանդյան, Սեյրան Անտոնյան, լուրեր